Եթե քո ծառը տարիներ շարունակ պտուղ չի տալիս, գրեթե չի աճում եւ միակ բանը, որ անում է քեզ տվեր է տալիս, ապա այսօր դա վերջանում է։ Ես քեզ ցույց եմ տալու 3 շատ པարզ մեթոդ, որպեսզի այդ պտղատու ծառը նորից սկսի աշխատել, վերականգնի իր ուժը եւ սկսի պտուղ տալ այնպես, ինչպես երբեք չի տվել։ Եվ սկսելու ենք մի բանից, որին գրեթե ոչ ոք ուշադրություն չի դարձնում, այն ինչ տեղի է ունենում հողի տակ, որովհետև կարող ես որքան ուզում ես պարարտացնել, էտել ու ջրել քո ծառը, բայց եթե ունես կոշտ եւ ամբողջովին սեղմված հող, ապա խնդիր ունես։ Քո լցրած ջուրը հիմնականում մնում է վերին շերտերում եւ չի խոնավեցնում հողը խորքում, ինչպես պետք է, ու ուշադրություն դարձնում իմ անզուգի վրա, ինչա լինում, երբ մի քանի օր շարունակ անձրև է գալիս։ Հողը խորը ներծծվում է ջրով եւ ծառը դա անմիջապես զգում է։ Հենց այդ նույն էֆեկտն ենք մենք ստանալու այս առաջին մեթոդով։ Առաջին հերթին մենք մոտ 40-50 սանտիմետր խորությամբ, մոտավորապես 16-ից 20 դյում, մի փոս ենք բացելու պտղատու ծառի մոտ։ Ես օգտագործելու եմ այս բահը, թեև կարող ես դա անել նաև սովորական բահով։ Եվ ահա կարևոր մի խորամանկություն։ Եթե հողը շատ կոշտ է, մի փորձիր փոսը միանգամից փորել։ Փորիր այնքան, որքան կարող ես, ապա ջուր ավելացրու, որպեսզի հաջորդ շերտը փափկեցնես։ Վեր շարունակիր փորել մինչև մոտավորապես 40 սանտիմետր կամ 16 դյույմ փորություն։ Երբ հասնենք անհրաժեշտ խորությանը, վերցնում ենք մոտավորապես 90 կամ 100 մմ տրամագծով PVC խողովակ մոտ 4 դյույմ։ Ընկտրում ենք համապատասխան չափի եւ մի քանի անցքեր ենք անում ամբողջ այն հատվածում, որը պետք է մնա հողի տակ։ Եվ մենք դա հենց այսպես ենք անելու։ Դե ինչ, ամեն ինչ արդեն լիովին պատրաստ է։ Հիմա այս երկար խողովակը շատ զգուշությամբ տեղադրում ենք այն նույն փոսի մեջ, որը մենք նախկինում միասին փորել էինք։ Այնուհետև լավ կենտրոնացնում ենք ուղիղ մեջտեղում եւ դանդաղ սկսում ենք փխրուն հողը քիչ-քիչ լցնել դրա շուրջը բոլոր կողմերից։ Կարևորը որ լցնելիս խողովակը լրիվ ուղիղ մնա, այսպես։ Եվ հիմա տես, թե ինչ ստացեն։ Միայն 10 րոպեում մենք ուղեցինք ամենատարածված խնդիրներից մեկը կոշտ եւ խթացված հողերում խոլքային շերտերը ճիշտ խոնավացնելու դժվարությունը։ Եվ սա զգալի կլինի, հատկապես եթե սովորաբար ջրում ես խողովակով, որովհետև հիմա ունենք անմիջական մուտքի կետ, որը նախկինում չկար։ Բայց դեռ չենք ջրի։ Նախ ուզում եմ օգտվել այս պահից միևնույնքան կարևոր մի բան անելու համար, որովհետև եթե տարիներ շարունակ այս հատվածում քայլել, ջրել ու աշխատել ենք, ապա ծառի շուրջը գտնվող ամբողջ այս հողն էլ ուշադրության կարիք ունի։ Եվ այստեղ է որ մեր երկրորդ մեթոդն է գործի դրվում։ Լավ, հիմա այս գործիքի օգնությամբ, որը կոչվում է այգու պատառաքաղ, մենք մշակելու ենք հողի ամբողջ վերին շերտը, որպեսզի վերականգնենք դրա օդափոխության կարողությունը։ Սա կարևոր է, որովհետև ժամանակի ընթացքում շարունակական ջրելուց, անձրևներից եւ նույնիսկ ծառի շուրջը կատարվող աշխատանքներից հողի այս առաջին շերտը սկսում է փակվել ու խթանալ։ Իսկ ինչ ունենք հենց այս հատվածում։ Մեծ քանակությամբ արմատներ, որոնք նույնպես թթվածնի կարիք ունեն։ Ահա թե ինչու մենք օդափոխելու ենք այս ամբողջ հատվածը պտղատու ծառի շուրջը ապահովելով, որ հողը կրկին դառնա ավելի փափուկ եւ թթվածինը շատ ավելի հեշտությամբ ներթափանցի։ Ինչպես տեսնում ես, շատ պարզ է։ Մասամբ խրում ենք փորիչը հողի մեջ եւ մի փոքր հետ ենք շարժում հողը, բարձրացնելով ընդամենը մի քանի սանտիմետր կամ դյույմ։ Մենք չենք ուզում ամբողջությամբ շրջել կամ խառնել հողը։ Պարզապես խրում ենք, մի քիչ բարձրացնում ու թողնում, եւ այս նույն շարժումը կրկնում ենք ամբողջ պտղատու ծառի շուրջը, ինչպես ես հիմա անում եմ այստեղ։ Լավ, արդեն ունենք խորը ջրումը եւ այս ամբողջ հատվածը կատարյալ օդափոխված է։ Հիմա ժամանակն է կերակրել մեր պտղատու ծառը։ Եվ դրա համար մենք օգտագործելու ենք շատ հայտնի եւ հեշտ գտվող պարարտանյութ հայտնի տրիպլե 15-ը։ Մենք չենք խոսում որևէ տարօրինակ կամ դժվար գտվող պարարտանյութի մասին։ Դու այն կգտնես գրեթե ցանկացած տնկարաններում, գյուղատնտեսական խանութներում, առցանց խանութներում կամ նույնիսկ հենց այս տեսանյութում։ Հիմա այն պետք է հայտնվի ներքևի հատվածում։ Բայց ինչ է իրականում նշանակում տրիպլե 15։ Երբ տեսնում ենք 15-15-15, այդ 3 թվերը վերաբերում են այն 3 հիմնական սննդանյութերին, որոնք մենք տալիս ենք ազոտ, ֆոսֆոր եւ կալիում։ Ազոտը հիմնականում նպաստելու է մեր պտղատու ծառի աճին, օգնելով նոր ընձյուղների, տերևների եւ ամբողջ կանաչ մասի զարգացմանը։
Ֆոսֆորը հատկապես աշխատելու է արմատների զարգացման վրա եւ մասնակցում է նաեւ ծաղկման ու պտղի ձևավորման գործընթացներին։ Իսկ կալիումը շատ կարևոր դեր է ունենալու մեր պտղատու ծառի համար, հատկապես պտուղների զարգացման, որակի եւ հասունացման մեջ։ Դա թե ինչու մենք օգտագործում ենք եռակի 15, որովհետև այսպես հավասարակշռված կերպով ապահովում ենք երեք հիմնական սննդանյութերը։ Բացի այդ, այս եռակի 15-ը պարունակում է նաև 25% ծծումբ, որը կօգնի ավելի լավ օգտագործել ազոտը եւ պահպանել մեր պտղատու ծառի շատ ավելի հավասարակշռված զարգացումը։ Հիմա գալիս է մեկ այլ կարևոր հարց, ինչ քանակությամբ պետք է կիրառենք մեր ծառի համար։ Այս դեպքում մենք աշխատում ենք երիտասարդ մանգոյի հետ, այնպես որ անհրաժեշտ չէ չափից շատ օգտագործել։ Մենք օգտագործելու ենք մոտավորապես 70-ից 80 գրամ, մոտ 2.5 ունցիա, ինչը մոտավորապես համապատասխանում է այս բռունցքին, որ ունեմ այստեղ։ Իսկ կիրառելն էլ շատ հեշտ է։ Մենք այն դանդաղորեն կցրենք մեր մանգոյի շուրջը, օգտվելով այն հանգամանքից, որ հողը նոր է մշակված։ Հիմա, եթե ունենք շատ ավելի մեծ պտղատու ծառ, ակնհայտ է, որ քանակությունն էլ է ավելանում։ Այս կոնկրետ արտադրանքի դեպքում արտադրողը խորհուրդ է տալիս մոտավորապես 150 գրամ, մոտ 5 ունցիա մեկ ծառի համար։ Որպես տեսողական օրինակ, դա մոտավորապես 2 այսպիսի բռունցքի չափ է։ Այսպիսով, քանակը հարմարեցնում ենք մեր պտղատու ծառի չափին, ճիշտ բաշխում ենք ծառի շուրջը եւ միշտ որպես ուղեցույց օգտագործում ենք արտադրողի ցուցումները։ Եվ երբ ամբողջությամբ բաշխենք այն, արդեն պատրաստ է մեր պտղատու ծառի սննդային մասը։ Հիմա քեզ հետ կկիսվեմ իմ լավագույն գաղտնիքներից մեկով, որը կօգնի պտղատու ծառին լավ խթան տալ եւ շատ ավելի ուժեղ բերք տալ։ Մեզ անհրաժեշտ կլինի մոտ 10 լիտր ջուր, մոտ 2.5 գալոն եւ մի լավ բռունցք որդի հումուս, մի բալ, որ նույնպես կարող ես գտնել գրեթե ցանկացած տնկարանում կամ գյուղատնտեսական խանութում։ Ավելացնում ենք հումուսը ջրի մեջ եւ շատ լավ խառնում, մինչեւ ստանանք հնարավորինս համասեռ խառնուրդ։ Եվ հիմա գալիս է ամենահետաքրքիր մասը։ Հիշում ես այն խողովակը, որ տեղադրեցինք սկզբում։ Հիմա ենք օգտագործենք, որպեսզի մեր պտղատու ծառին առաջի խորը ջրումը տանք, բայց այս անգամ որդի հումուսով հարստացված էս ամբողջ ջրով։ Բովանդակությունը քիչ-քիչ լցնում ենք անմիջապես խողովակի միջով։ Այս կերպ մենք ոչ միայն խորը ջրում ենք, այլև օրգանական նյութեր, սննդանյութեր եւ հումուսի ողջ հարստությունը հասցնում ենք հողի այն հատված, որտեղ սովորաբար շատ դժվար է հասնել։ Եվ հենց սա է այն, ինչ ուզում ենք մեր պտղատու ծառին ներքևից իսկական խթան տալ։ Եվ երբ այս առաջին խորը ջրումը ավարտենք, հիմա արդեն կջրենք մեր պտղատու ծառի շուրջ բոլորը։ Հիշիր, որ այստեղ վերևում հենց նոր բաժանեցինք triple quinze եւ այս ամբողջ հողը նոր ենք մշակել։ Ուրեմն ամբողջ մակերեսին լավ ջրում ենք, դանդաղ եւ համաչափ։ Այս ջերմամբ մենք ապահովում ենք, որ պարարտանյութը սկսի ներծծվել հողի մեջ եւ ջուրը այդ սննդանյութերը տանի դեպի արմատների գոտի։ Ուտես թե ինչպես ենք թողել սնուցում վերին հատվածում եւ խորքուն հումուսով հարստացված ջրում։ Հիմա արդեն ամբողջ տարածքը լիովին խոնավացված է եւ պատրաստ է, որ մեր պտղատու ծառը օգտվի այն ամենից, ինչ հենց նոր ավելացրինք։ Եվ հիմա արդեն ամեն ինչ պատրաստ է, որ այդ պտղատու ծառը, որը չէր ուզում աճել կամ պտուղ տալ, արթնանա եւ սկսի մեզ շատ պտուղ տալ։ Եթե տեսանյութը քեզ դուր եկավ, դուր դարձրու, բաժանորդագրվիր եւ կիսվիր այն մեկի հետ, ով նույնպես սիրում է պտղատու ծառեր։ Եվ եթե որևէ հարց ունես, կկարտամ այստեղ մեկնաբանություններում։ Շատ շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։